Ականջարեք իմ պատմածին բալեք։ Շատ հին ժամանակ մեր նախնիները երկնքին նայելով մի հրաշալի բան էին նկատել։ Երբ որ ողջ աշխարհը լուռ էր եւ լույսը դեռ չէր բացվել, երկնքում մի աստղ էր շողում։ Եվ հենց դրանից հետո էր, որ արևը երկինք էր վարսանում։ Այդ աստղին նրանք անվանել էին լուսաբեր, լույս բերող։ Եվ երբ արևը մայր էր մտնում, իսկ գիշերը իր թևերն էր փռում մշոտաշտի վրա, երկնքում վառվում էր մի ուրիշ աստղ։ Նրան էլ անվանեցին գիշերավար, գիշեր բերող։ Ժողովուրդն ասում էր, թե այս երկու աստղերը արևի հավերժական ուղեկիցներն են։ Ավելի ուշ մարդիկ սկսեցին նրանց պատկերացնել որպես գեղեցիկ թռչուններ։ Բայց ժամանակներն անցան, եւ ժողովուրդը սկսեց լուսաբերին ու գիշերավարին տեսնել իբրև երկու գեղեցիկ աղջիկների, ովքեր իջնում էին երկնքից ու լողում արածանի գետերի ջրերում։ Եվ եթե ուզում եք իմանալ, թե ովքեր են նրանք իրականում, լավ լսեք, թե ինչ կպատմեմ ձեզ։ Արածանի գետի ափին գտնվող Աշտիշատ գյուղում ապրում էր մի հմուտ դարբին, վարպետ Սանասարը, իր կնոջ Զեփյուրի հետ։ Ու մի օր լուսաբացին նրանց ընտանիքում ծնվեց կրակե վարսերով մի աղջնակ, հայացքը պայծառ, ժպիտը արևոտ։ Ծնողները նրան լուսաբեր անվանեցին։ Նույն օրը, երբ աստղերը փայլում էին երկնքում, քրմուի բյուրեղի մենավոր խրճիթում ծնվեց մեկ ուրիշ աղջիկ, մուկ աչքերով եւ խորը հայացքով, եւ բյուրեղը նրան անվանեց գիշերավար։ Մեծանում էր գիշերավարը։ Նա սիրում էր մենակ շրջել անտառում, հավաքել անծանոթ բույսեր, ուսումնասիրել դրանք։ Մի օր նա մենավոր ծառի վրա գտավ մի փոքրիկ բազեի։ Թռչնակին նա անվանեց հողմավար։ Դառնանք էր հողմավարը, միշտ ծիծաղում էր, նույնիսկ քնած ժամանակ։ Այդ օրվանից նրանք անբաժան դարձան։ Գիշերավարն իր ողջ մանկությունը անցկացրեց այդ փափուկ փետուրներով կենդանու կողքին, կախարդանքի ու լռության ընկերակցությամբ։ Մեծանում էր նաև լուսաբերը։ Նրա մանկությունը անցնում էր Արածանի գետի ափին։ Նա խաղում էր այնտեղ, վազում էր արևի շողերի հետևից ու ձկներ էր որսում իր փոքրիկ ձեռքերով։ Միշտ նրա կողքին էր սրատես իր հզոր արծիվը։ Նա բոլորից արագ էր նկատում վտանգը։ Նրանք երկուսով պահպանում են իրար ջրի ու երկնքի սահմանին մի հրաշալի աշխարհում, ուր ամեն օր ծագում էր արևը։ Երբ լուսաբերը դարձավ 5 տարեկան, առաջին անգամ ոտք դրեց դարբնոց։ Իմ լուսաբեր, իմ լուսաստղ, իմ սիրուն աստղիկ, ինչ ես անում այստեղ, սա վտանգավոր է, քեզ կվնասեն այդ կրակն ու մուրճը։ Բայց մամ, ես ուզում էի պատրաստել արևով վզնոցը, սրատեսի համար, չէ՞ որ նա միշտ ինձ պաշտպանում է։ Ախր դու դեռ փոքր ես այդ ամենի համար։ Սա դարբնի գործ է, աղջիկս, ոչ թե քոնը։ Բայց ինչու, ես ուզում եմ իմ ձեռքով մի բան անել, ուզում եմ, որ արևը կախված լինի նրա վզից, ինքս եմ ուզում, հենց ինքս։ Լուսաբեր ջան, արի, օրը ճաշ դարձավ։ Հիմա, մայրիկ, վերջին հարվածն է մնացել, կգամ։ Մեծանում էր լուսաբերը եւ գիշերավարը, բայց նրանց էությունը նույնն էր մնում։ Մեկը կրակ էր, բայց ծառ ու անհանգիստ, մյուսը լուր, իմաստուն ու խորը, բայց նրանց խաղաղ աշխարհում արթնանում էր մռայլ մի ուժ։ Այդ ով է։
Նենգամիտն է կախարդ, բացիր։ Ներս եկեք, ինչն է ձեզ ինձ մոտ բերել։ Մենք ուզում ենք տիրանալ աշտիշատին։ Ձեզնից ոսկին, ինձնից էլ քարտերը, դիտենք։ Ահա աշտիշատին տիրանալու միակ ճանապարհը։ Եվ այդ գիշեր, երբ ամբողջ աշխարհը գնաց էր, չար կախարդը պատրաստեց իր թուրը եւ չար ուժերի հետ ուղևորվեց դեպի աշտիշատ։ Եվ արևի ջերմությունը հանկարծակի կորավ երկնքից։ Խավարը պատեց ողջ աշտիշատը։ Լուսաբեր, արևը գողացել են։ Ինչ ես ասում, արփի։ Արևը չկա, երկինքը մտնեց, խավարն իջավ։ Ես ինքս տեսա, զինվորները տարան նրան, լույսն անհետացել է։ Ես չեմ թողնի, որ խավարը հաղթի։ Գնա արփի, հավաքիր բոլորին։ Լուսաբերը կանգնեց բարձունքում, աշտիշատի հպար ժողովրդի առջև եւ սկսեց խոսել։ Արևը խլել են մեզնից, բայց մենք չենք հանձնվի։ Մեր երակներում հոսում է մեր պապերի արյունը, մենք կվերադարձնենք արևը։ Իսկ որտեղ է գիշերավար արփի։ Ես չգիտեմ, նրա խրճիթի դուռը փակ էր։ Լուսաբերի գլխում մի միտք ծագեց։ Միգուցե հենց գիշերավարը կարող էր օգնել։ Առանց պարանելու Լուսաբերը թողեց ամբոխը եւ շտապեց դեպի գիշերավարի խրճիթը։ Լուսաբերն է, բացիր դուռը։ Ես գիտեմ, թե ինչու ես եկել, Լուսաբեր, եւ արդեն մտածել եմ ինչ պետք է անենք։ Նրանք միասին սկսեցին պատրաստել կախարդական թուրմը։ Վայ։ Թուրմի կատիլներ ընկնում են գիշերավարի բազեի ու Լուսաբերի արծվիկի վրա եւ հանկարծ նրանց թևերը ձգվեցին, մարմինները հսկայական դարձան։ Լուսաբերը եւ գիշերավարը հեծած իրենց հսկայական թռչուններին սլանում էին դեպի անանցանելի լեռները։ Քամին խաղում է Լուսաբերի կրակի բարձերի հետ, իսկ գիշերավարի հանդերձը խառնվում էր գիշերվա կապույտի հետ։ Մենք կգտնենք արևը։ Նրանք վայրեջ կատարեցին զանգակ լեռան կակատին, որտեղ իշխում էր խավարն ու անթափանց լռությունը։ Ահա արևը, այն սնդուկի մեջ է։ Նրանք սնդուկը տարան աշտիշատ, որտեղ հավաքվել էին ողջ գյուղը։ Ապրեք երեխեք ջան։ Փրկեցիք գյուղն ու ամբողջ ժողովրդին։ Լուսաբերը եւ գիշերավարը հասկացան, որ լույսը պաշտպանելու համար պետք է հավերժ միասին լինել։ Ես կհսկեմ արևը, մինչև նրա լույսը տարածվի աշխարհի վրա։ Իսկ ես կուղեկցեմ նրան մայրամուտից հետո։ Նրանք ձեռքի տվեցին եւ ուխտեցին հավերժ միասին հսկել արևը։ Եվ երբ նրանք հոնարվեցին առաջ, հողմաբարն ու սրատեսը սկսեցին թռչել, նշան բերելով, որ դաշինքը կնքված է։ Այդ օրվանից նրանք երկուսն էլ մնացին արևի կողքին։ Մեկը լուսապացի, մյուսը մայրամուտի։ Մարդիկ նրանց տեսնում էին բազի ու արծիվի հետ ու նմանեցնում աստղերի կամ թռչունների եւ երկեր էին հորինում նրանց մասին ու հավերժ հիշում աղջիկների սակրանքը, իսկ հետագայում հեթանոսության շրջանում Լուսաբերը հիմք է դառնում աստղիկ դիցուհու կերպարի ստեղծման համար, բայց այդ պատմությունն էլ հետո կպատմեմ։
Ջան։